Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի մտեսակապի միջոցով զրուցելու է քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, Հրայր։ Բարև ձեզ։ Հրայր, ուզում եմ անդրադառնանք վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին, նախկին նախագահներն են կարծես ակտիվացել իրենց հայտարարություններով 2026-ին ընդառաջ իհարկե։ Սրանք թե արտաքին, թե ներքին շերտեր ունեն։ Ռոբերտ Քոչարյանը խոսում է ընդդիմության հնարավոր համախմբման մասին եւ ասում է, եթե լինի նպատակ, ապա չի բացառվում այդ համախմբումը։ Դուք ինչ զարգացումներ եք կանխատեսում, ինչքանով է նախ այդ համախմբումը հնարավոր, հաշվի առնելով, որ իր եւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի միջև, թիմերի միջև կան տարաձայնություններ եւ ոչ բոլոր հարցերում են այս ուժերը միակարծիք։ Հիմնական միտքը այն է, որ եթե հանկարծ մինչև 2021 թվականը իշխանափոխության ինչ որ իրական քիչ թե շատ հավանական, տարբերակ լինի, ապա նրանք բոլորը կարող են միավորվել, բայց նման բան բացառվում է, այսինքն մինչև 26 թվականը իշխանափոխության որևէ տարբերակ հնարավոր չէ պարզապես Հայաստանում, այնպես որ մինչև 26 թվականը համախմբում չի լինի։ Ինչ կլինի 26 թվականին, Քոչարյանը ասեց իր դիրքորոշումը այդ վերջի հանդիպման ժամանակ, որ ինքը նախընտրում է, որ տարբեր ընդդիմադիր ուժերը առանձին գնան խորհրդարան եւ խորհրդարանում հետո նոր կոալիցիա կազմեն։ Մինչև խորհրդարան գնալը, այո, 1-2 մի քանի ուժ կարող են միանալ, ինչպես ինքը ասեց, բայց 20 տարբեր ուժերի միանալը ինքը անիրատեսական է համարում։ Եվ ճիշտն ասած, իր տեսակետից եւ ընդհանրապես քաղաքական գրագիտության տեսակետից ինքը այս հարցում բավականին adekvat է, որովհետեւ այո, մեր նման երկրներում, որտեղ ազատ եւ արդար ընտրությունների մեխանիզմը արդեն գործում է, այն պարլամենտական երկրում, ընդ որում, ամենաարդյունավետ տարբերակը քաղաքական ուժերի համար սեփական գաղափարները, սկզբունքները, ծրագրերը ներկայացնելն է, դրա հիման վրա համապատասխան ձայներ ստանալն է եւ ազգային ժողով անցնելու դեպքում արդեն այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու գործընթաց սկսելն է։ Այս տեսակետից ինքը բավականին adekvat է իրավիճակը գնահատում, շատ ավելի, քան այն ուժերը, հանրապետական կուսակցության հարակից ուժերը, մասնավորապես այդ ուժերի մի հատվածի կամ միգուցե ամբողջ այդ ուժերին ներկայացնող գործիչ կամ մի հատ Նարեկ Մալյան, որը անդադ խոսում է այն մասին, թե չի կարելի նստել սպասել 26 թվական եւ հեսա ինչ որ նոր հարթակ են ձևավորում, ինչ որ նամակ են ուղարկում падգամավորներին եւ այլն։ Ուրեմն այդ խումբը ընդհանրապես անadekvat է իրավիճակին եւ չի հասկանում, որ իրենք ունեն 0 շանս մինչև 26 թվականի ընտրությունները Հայաստանում իշխանափոխություն անելու։ Իդեպ ո՞րն է նպատակը, սա անadekvatություն է ձեր կարծիքով այդ իմպիչմենթի նախաձեռնությունը սկսելը, թե որոշակի նպատակներ կան սրա տակ, օրինակ նույն փորձել, թե ինչքանով Հայաստան դաշինքը սրան կմիանա, ինչ տողատակեր կան սրա տակ, արդյոք սա միայն անadekvatության դրսևորում է։ Առաջին հերթին կարծում եմ անadekvatության դրսևորում է պայմանավորված նրա հետ, որ այդ ուժերը, այդ հանրապետական Նարեկ Մալյան եւ այլն, իրենք ուրեմն մի տեսակ տրավմայի են ենթարկվել 2018 թվականին, իրենք մերժվածի սինդրոմ ունեն, կոպիտ ասած, երբ որ ուրեմն համազգային ընդհանուր համախմբվածությամբ իրենց մերժեց Հայաստանի Հանրությունը, այդպիսի համախմբում լինում է, ասենք, հարյուրամյակները 1 կամ լավագույն դեպքում տասնամյակները 1։ Եվ հիմա իրենք մտածում են, թե իրենք էլ կարող են նման մի բան կազմակերպել ընդդեմ այսօրվա իշխանությունների, մոռանալով, թե ինչ հսկայական տարբերություններ կան իրենց եւ գործող իշխանությունների միջեւ եւ քաղաքական համակարգի միջև մինչև 2018 թվականը եւ մինչև հիմա այն է, իրենց ժամանակ ընտրություններով իշխանափոխության հնարավորություն չկար եւ նրանք անընդհատ ուրեմն կեղծիքներով, կոռուպցիայով եւ նման դրսևորումներով իշխանություն էին պահում։ Հիմա նման բան չկա եւ հետեւաբար չի կարող լինել այդպիսի համազգային համընդհանուր համախմբում ուրեմն ընդդեմ իշխանությունների։ Այսինքն այդ հոգեբանական խնդիր ունեն իրենք, որ
մտածում են դե այդքան էլ մեծ բան չի եղել էլ 2018-ին, որ իրենց մերժել են, հիմա նման մի բան էլ իրենք կարող են անել, իրենց աչքում իրենց մինչև 18 թվականի գործունեությունը արդարացնելու համար, ուրեմն սա առաջինն է, եւ երկրորդը ինչ որ ասեցիք, որ Հայաստան Դաշինքի հետ տեսնեն կմիանա, չմիանա, բայց դա նշանակություն չունեցող բաներ է։ Իրանք կարող են այդպիսի նպատակ ունենալ, որ ասենք հիմա հանրահավաքային շարժումը սկսելուց հետո սկսեն մեղադրել Ռոբերտ Քոչարյանին, որ այ դու չես միավորվում մեր հետ, ձեր падգամավորները մեր հետ չեն միավորվում, չեն ստորագրում եւ այլն, որ 26 թվականի ընտրություններից առաջ դա օգտագործեն Քոչարյանի դեմ։ Դա կարող է լինել իրենց նպատակներից մեկը, բայց ես չեմ կարծում, թե դա լուրջ ինչ որ հաղթաթուղթ է լինելու իրենց ձեռքում ընդդեմ Քոչարյան։ Այսինքն վերջին արդյունքում Քոչարյանի մեսիջների նպատակը այն էր, որ խորհրդարան անցնենք, հետո Գյումրիի օրինակով փորձենք իշխանությունից զրկել Փաշինյանին մեծամասնության։ Այո։ Իսկ այս ուժերի մեջ ինչքանով դա հնարավոր կլինի իրենց տարաձայնությունները հաշվի առնելով, այսինքն վերջնանպատակը սահմանել Փաշինյանի հեռացում, ՔՊ-ի հեռացում իշխանությունից, այն ամեն ինչ որ կա իրենց մեջ հաղթահարելի կլինի ձեր դիտարկմամբ։ Այո, եթե Գյումրիի սցենարի նման ազգային ժողովում հայտնվեն այդպես մի քանի բազմազան նախկին քրեա օլիգարխիկ ռեժիմի հետ կապված ուժեր, Քոչարյանը, Հանրապետականը, չգիտեմ, պայմանական ասած Բարգավաճ Հայաստանը եւ այլն, կամ ինչ որ նոր դեմքեր կան նախկին հանրապետականներից փոկված, որոնք ինչ որ կուսակցություններ են ստեղծել, եթե այդ խումբը հայտնվի եւ գումարային առումով ավելի շատ падգամավորական տեղի ունենալ, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նորմալ ընդդիմադիր կառուցողական ընդդիմադիր եւ ավելի ընդունելի ընդդիմադիր դաշտից ուրեմն բան չանեն, ազգային ժողով չանցնեն կամ չհամաձայնեն ՔՊ-ի հետ Դաշինքին, այդ դեպքում այո, այս բոլորով իրենք կհամախմբվեն, այդտեղ միանշանակ է։ Կլինի այնպես, ինչպես որ Գյումրիում եղավ։ Հետաքրքիր է նաև արտաքին քաղաքական մեսեջները, որ օրինակ նախկին նախագահները հողում են իրենց հարցազրույցներում, Քոչյանը Ծիծեռնակաբերդում նեղսրտում էր օրինակ Ռուսաստանի դրոշի այդ կապված այդ միջադեպերից տարիներ առաջ, հիմա էլ օրինակ իշխանություններին քննադատելու հարցում հիշում է Պրահայի այդ հայտնի բանակցությունները, որ պետք է տեղի ունենային, նշում է, որ Ռուսաստանի Դաշնության տակից միջնորդի աթոռը Փաշինյանը փորձում էր քաշել, բայց դա թանկ կին էր, որը մենք հիմա վճարում ենք, ինչպես կարելի է Ռուսաստանի հետ այդպես վարվել, ուկրաինական պատերազմն է, այսպես կատակի վերածումի հայտարարություններով իբրև հոլիվուդյան աստղեր այնտեղ արդյունքներ էին թափում գումարի դիմաց, ընդհանրապես այս Ռուսաստանից կախվածությունը ձեր կարծիքով այս մեսեջները, որ հղում է, ինչ նպատակ ու ինչ ազդեցություն կարող են ունենալ։ Քոչարյանի այդ ամբողջ ասուլիսը եւ ոչ միայն այսօր վերջին հանդիպում ասուլիսը, չգիտեմ ինչպես կարող ենք ուսանող դասախոսների հետ հանդիպումը, նախկին բոլոր, այո, եւ նրա նախկին ասուլիսները, երբ որ նայում ես, տպավորություն է ստեղծվում, թե հիմնական լսարանը, ում համար ինքը դա խոսում է, դա Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն է։ Ինքը այո, թե ասենք դու ինչ գործ ունես Ուկրաինայի մասին մեկնաբանություններ ես անում։ Դու կամ ցանկացած հարցում Ռուսաստանին աջակցելու, Ռուսաստանին պաշտպանելու դիրքորոշում է որտեգրում։ Ցանկացած հարթությունում նայում է Ռուսաստանը ինչպիսի դիրքորոշում ունի եւ ինքը որտեգրում է այդ դիրքորոշումը եւ փորձում է համոզել ռուսներին, որ այ տեսեք, ես ձեզանից մեկն եմ։ Ուրեմն իր նպատակը շատ պարզ է, ռուսների օգնությամբ Հայաստանում, եթե հնարավոր լինի, գալ իշխանության։ Ինքը այդ մի նպատակը ունի, բայց ես չեմ կարծում, թե Ռուսաստանը այնպիսի հզորության եւ կարողության երկիր է եւ Հայաստանի Հանրությունն էլ այն աստիճանի իմունիտետ չունի, որ Ռուսաստանը լուրջ բան կարողանա անել Հայաստանում, բայց ես մի քանի անգամ սա ասել եմ եւ անպայման նորից ուզում եմ կրկնել. Հայաստանի գործող իշխանությունը, ազգային ժողովի մեծամասնությունը պետք է հստակ օրենսդրական նախաձեռնություններ
մշակի եւ օրենքներ ընդունի, որպիսի Ռուսաստանի հնարավոր միջամտությունը Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ չեզոքացվի կամ եթե հնարավոր չլինի ուրեմն Ռուսաստանի այդ ազդեցությունը չեզոքացնել եւ Ռուսաստանը կարողանա քվեարկության արդյունքների վրա ազդել, ապա Հայաստանում լինի մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ Ռումինիայում, այսինքն ուրեմն իրավական հստակ մեխանիզմներ լինեն, որպիսի ընտրության արդյունքները հնարավոր լինի չեղյալ համարել, եթե Ռուսաստանը շատ մեծ միջամտություն թույլ տա Հայաստանի ընտրություններին 2026 թվականին։ Ինչու եմ սա անընդհատ ասում, որովհետև ճիշտ է, ես էլ եմ համարում, որ Հայաստանի Հանրության մոտ արդեն որոշակի իմունիտետ կա եւ Ռուսաստանի միջամտություններին դիմադրողականություն կա, բայց բոլոր դեպքերում կոպիտ ասած չպետք է արխայինալ եւ իմ մոտ կա տպավորություն, որ գործող իշխանությունները այդ ռիսկերը ավելի քիչ են գնահատում, քան իրականում այդ Ռուսաստանից եկող ռիսկերը կան։ Դրա համար շատ կարևոր է, որ հստակ իրավական մեխանիզմներ լինեն, թե ինչպես պետք է ուրեմն կանխել այդ օտարերկրյա ռուսական միջամտությունը 2026 թվականի ընտրություններին։ Այսինքն մեծ հաշվով մեսեջը հետևյալն է, որ իմանալով, որ Ռուսաստանը ամեն դեպքում իր հետաքրքրությունները կունենա այդ ընտրություններում, Քոչարյանը այսպես մեսեջ է հղում, որ ես այստեղ եմ, նոր գործակալների, նոր տեխնացուների կարիք չկա այստեղ ուղարկելու, կարող ենք այդպես ասել։ Այո, իհարկե Ռուսաստանը բազմաթիվ այլ գործակալների հետ է աշխատելու, դա իրենց մեթոդն է, որ բոլորի հետ աշխատեն, ընդ որում արևմտամետ ուժեր էլ գտնեն այնտեղ եւ իրենց հետ աշխատեն, եթե կան կարծեմ, կարծում եմ արդեն աշխատում են։ Այո, հա։ Բայց այո, իր Քոչարյանի ամբողջ նպատակը այն է, որ իրեն թվում է, թե Ռուսաստանի օգնությամբ ու աջակցությամբ ինքը կարող է գալ իշխանության։ Մնացած հարցերում տեսեք, ուրեմն այդ ընդդիմադիր ուժերի համախմբել, չհամախմբվելու դաշինքների հարցում Քոչարյանը adekvat է իրավիճակը գնահատում։ Ռուսաստանի հետ կապված ընդհանրապես իր բարի ցանկություններն են երևի նաև որ ինքը մեծ ստավկա է դնում կոպիտ ասած Ռուսաստանի վրա։ Իսկ մնացած հարցերում հենց այդ նույն վերջի հաղորդման ժամանակ մի ժամանոց հարց ու պատասխան էր, որի 50-55 րոպեն նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հարցին։ Քննարկում էր այնպիսի թեմաներ, որոնք որ վաղուց քննարկված, բոլորի կողմից դիրքորոշումները արտահայտված հարցերը, նույն բաները նորից էլի կրկնում էր։ Այդտեղ ինքը անադեկվատ է։ Այև որ ինքը խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցից։ Մենակ ինքը չէ, բոլոր են նախկին նախագահները կամ ով ուզում է լինի, ովքեր որ ուզում են Լեռնային Ղարաբաղի հարցից խոսել, ճիշտն ասած ես այդ ժամանակ մի քիչ ավելի այդ տեսակի երբ որ ընդդիմադիրները անընդունելի քրյա օլիգարխիկ ընդդիմադիրները խոսում են Լեռնային Ղարաբաղի հարցից, ես ավելի սա համարում եմ դրական բան, որովհետև այդ հարցը փակված հարց է, բոլորը իրենց տեսակետները հայտնել են, հանրությունը իր վերաբերմունքը արդեն վաղուց ձևավորել է, եւ այն խմբերը, որոնք այդ հարցը շարքելով փորձելու են իշխանության գալ, միանշանակ տապալվելու են Հայաստանում։ Այսինքն ինչքան շատ Քոչարյանը խոսա Քիվեստից կամ չգիտեմ Մադրիդյան սկզբունքներից, Լեռնային Ղարաբաղի հարցից, նոր ընդհանրապես ինչքան շատ խոսա, այնքան ավելի լավ են տեսակետից, որ դա մեծացնելու է իր ձախողվելու հավանականությունը։ Այդ է որ Գուցե խաղադրույքը այն է, որ հասարակության զգայական լարերի հետ խաղալ թեման շահարկելով, իմանալով, որ օրինակ հանրությունը ծանր է տանում Արցախի կորուստը, հիմա օրինակ ասում է ես պատերազմի 3-րդ օրը Լեռնային Ղարաբաղում էի, ուզում էի Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել, բայց Բակո Սահակյանը փոխանցել է իբրև Արայիկ Հարությունյանի ասած, եթե ես հանդիպեմ Փաշինյանն ինձ կուտի։ Այսինքն փորձել ներկայացնել, որ եթե ես լինեի, այս իրավիճակը չէր լինի ու խաղալ այսպես հասարակության նուրբ թելերի հետ։ Այո, բայց հենց այդ նույն բանը, որ Քոչարյանը ինքը փորձել է հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ, իսկ Արայիկ Հարությունյանը վախենալով Փաշինյանի արձագանքից չի հանդիպել իր այդ։ Ասել նաև
21 թվականի սկզբին ընտրություններից առաջ։ Նոր բան չի ասում։ Եվ դուք ճիշտ եք, որ ինքը այդ հարցը այնպես է ներկայացնում, որ փորձում է մարդկանց դուր գալ եւ իր հիմնական ասածներն է, որ այ որ ես հանդիպեի, ես փորձում եմ այնպես անել հնարավորինս շուտ պատերազմը կանգնեցնենք եւ այլն եւ այլն։ Ոչ մի նշանակություն չունի սա այլևս։ Այդ հանրության նուրբ լարերի վրա խաղալ եւ այլն այլևս որևէ օգուտ քաղաքական առումով իրենց չի տալու։ Այդ օգուտները եթե տալու լիներ, մինչև 21 թվականի այդ խորհրդարանական ընտրությունները տված կլիներ։ Այդ ժամանակ էր, որ հանրությունը շոկի մեջ էր, այդ ժամանակ էր, որ արդեն հանրությունը դուրս էր գալիս շոկից, լսում էր բոլոր կողմերի փաստարկները եւ ըստ այդմ գնաց իր ընտրությունը 21 թվականին կատարեց։ Լեռնային Ղարաբաղի հարցը այլևս նշանակություն չի ունենալու ներքաղաքական process-ների վրա եւ որևէ ուժ չի կարողանալու այդ հարցի օգտագործումով գա իշխանության, բայց ինչի են իրենք անընդհատ այդ մասին խոսում։ Սա է հետաքրքիր, չէ՞։ Իրենք խոսում են, որովհետեւ իրենք ուրիշ խոսելու բան չունեն։ Իրենց ամբողջ էությունը, հոգեբանությունը կառուցված է եղել Լեռնային Ղարաբաղի հարցի վրա, որ այդ հարցի օգտագործումով գան իշխանության, իրենք սովոր են, որ այդ հարցով պետք է իշխանության գաս եւ իշխանություն պահես եւ հարստանաս, եւ գիտեք մարդը շատ սահմանափակ է, որ նայում ես չի կարող այդ խումբը, որը որ Լեռնային Ղարաբաղի հարցի շահագործումով տասնամյակներ շարունակ իշխանության է եկել, իշխանության է պահել ու հարստացել է, հետո մեկել հանկարծ այդ ուշ տարիքում արդեն 69 մոտ տարիքում մեկել հանկարծ փոխվի եւ սկսի բան անել, հասկանալ, որ վերջ այդ հին ժամանակներն անցել են եւ հիմա լրիվ ուրիշ Հայաստան ու լրիվ ուրիշ աշխարհ է։ Չի կարող մարդը հարմարվել էլի այդ նոր իրավիճակին։ Դրա համար անդադ իրենք փորձում են այդ հին ի վերջո օրինակ ներքին բարեփոխումներից ոչ չեն կարող այդ ուժերը խոսել։ Մենք այսքան ժամանակ ոչ խորհրդարանում չենք լսել որևէ ներքին բարեփոխման ուղղված նախաձեռնություն օրենսդրական, ոչ էլ օրինակ քաղաքապետարան։ Եթե քաղաքապետարան որոշում է, որ 150 դրամ է տրանսպորտի գինը, իրենք ընդհանրապես նախաձեռնություն կբերեն, որ ոչ պետք է 100 դրամ մնա օրինակ։ Բայց ներքին բարեփոխումներին երկրի ուղղված որևէ նախաձեռնություն չենք տեսել, որովհետև գիտենք թե ինչպիսի բարեփոխումներ այսպես ճակերտավոր արվեցին իրենց ժամանակաշրջանում եւ գուցե հայ-թուրքական հարաբերությունները, ադրբեջանական հարաբերությունները ավելի հարմար են հաշվի առնելով թեմաների խոցելիությունը։ Այո, եւ մենակ խոցելիությունը չէ, նաև հաշվի առնելով, որ այդ մարդիկ ուրիշ ասելիք չունեն հանրությանը։ Իրենք բացարձակ որևէ այլ ասելիք, այլ ինչ որ կառուցողական կամ հետաքրքիր առաջարկ հանրությանը չունեն։ Ես կարծում եմ, որ ավելի շատ ի վերջո նրանք զբաղեցնելու են այն դեստրուկտիվ եւ ծայրահեղ ազգայնական պահպանողական դաշտը, որը որ ցանկացած լավ դրական փոփոխության դեմ հանդես է գալու եւ ես հույս ունեմ, որ այլ կառուցողական ընդդիմադիր ուժերը, ովքեր որ ավելի հստակ առաջարկներ կներկայացնեն բարեփոխումներ անելու հարցում, այդ ուժերը կկարողանան 2026 թվականին նշանակալի ձայներ հավաքել եւ անցնել խորհրդարան։ Շնորհակալություն հրայր հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։